Բարի լույս, սիրելիներս, սուրճ եմ դրել, ամուսնյակիս հետ սուրճ խմենք, էլի վերցրել է այսպիսի, ինքը էկլերն շատ է սիրում, նայեք ստեղ մեծությանը, ժողովուրդ ոնց են սենց թխում, սենց ստանում, դե իհարկե այսքանը չենք ուտելու, հիմա ինքը մի հատ կուտի, ես կկիսեմ, հաստատ մի հատ չեմ կարա ուտեմ, ուզեցի կիսվեմ ձեր հետ, ինչքան մեծ է ու ինչքան սիրուն են իրանք թխում, ոնց են ստանում սենց մեծ, ես ինքս պատրաստում եմ, բայց այսքան մեծ չեմ պատրաստում, փոքրերն այն մոտ ստացվում լավ, բոլորիդ լավ օր եմ աղթում, անուշարեք ձեր սուրճը, լավ օրվա սկիզբ ու ավարտ, սիրելիներս, այսքանը։ Բարի լույս, սիրելիներս, արագ-արագ մեր գնումները ցույց տամ, երեխաներին իջացեցինք ու եկանք, այսպես վերցրել եմ բուխանկա, այս երկար հացերից, բուլկի, ձու, տնական ձու եմ վերցրել բանջարեղենի խանութից, այսպիսի յուղ եմ վերցրել, այսպիսի յուղ, մի հատ սենց սոկ վերցրեցինք, այստեղ կանաչիներն է, խառը, սող, համեմ, մարոլ, ցեզեր պետք է սարքեմ, բոլոկիներ, թարխուններ, սենց մի խոսքով, մի րոպե, խոսքով սենց լիքը ամեն ինչ, այլ չդատարկեմ, հեսա մեկը դատարկելու եմ, այստեղ վերցրել եմ այսպիսի նրբերշիկներ, սենց, խլոպյա, հովուլի սոնայի համար, գրեչկա, այստեղ վերցրել եմ լիմոն ու ավոկադո, հացածները ջոգեցի վերցրեցի, չկար հացած, այդ մի հատը վերցրեցի, այստեղ վերցրել եմ մայոնեզ, թարմը աղացած սուրճ, այստեղ վերցրել եմ այսպիսի պանիրներ, մի հատը վիչինայի համով է, մի հատն էլ ոնց որ կանաչի համով է, հա, հովուլին սենց յոգուրտ, որ մեջը հատիկներ չլինի, սոնայիս սենց յոգուրտ, բանան եմ վերցրել, սենց բանան, սմետան, քյուֆտա, սա էլ ինձ եմ վերցրել, ես հատապտուղներովը շատ սիրում եմ, չուդոյի, այսպիսի երշիկ, այսպես, ստեղ ուրեմն վերցրեց ամուսինս իրեն շամպուն, ես վերցրեցի վանիշ, ամանների հեղուկ, գազար եմ վերցրել, կաթ, խլոպյայի հետ, որ երեխեքս ուտեն, վերցրել եմ այսպիսի հավի ուսիկներ, այսպես դուխովկա երևի թե կդնեմ և հավի կրծքամիս եմ վերցրել, որ ցեզրը պատրաստեմ, այսքան է մեր գնումները այսօրվա, այսպես մի քիչ խառը տնտեսական ու սննդային, հեսա կանաչիներս դատարկեմ, որ հանկարծ չլխկվի ու տեղավորեմ գնումներս, այսքանը սիրելիներս այսօրվա մեր կատարած գնումներն են։ Մարոլը, այսինքն մենակ մարոլը չէ, նայեք ինչ ընտիր թարմը լավ մարոլներ է, սրանք ցեզրի համար եմ վերցրել, այստեղ համեմ եմ վերցրել ու այսենց ընտիր սոխեր, կանաչիները բավականին են, որ գները բարձր է, երևի թե մինչև զատիկ էլ ոչ էլ ու սենց 3 հատ թարխուն, հիմա ես
ցեզեր կպատրաստեմ, անկեղծ ասեմ, չգիտեմ, ձեր հետ կպատրաստեմ, թե առանց ձեզ պետք է հաց պատրաստեմ, ամուսնուս ճանապարհեմ։ Սրանք լվանամ կտեղավորեմ, այս թարխունը անցած անգամ ասեցի, սրա հետ են, որ Սերգեյ ու Սոնայի սիրելիներն են, դե իհարկե ցեզերն էլ բոլորիս, բացի հովուլից ափսոս, բայց բոլորիս սիրելին է ու էլի ամենաշատը ամուսնուս ու Սոնայիս պատվերներն է սրանք, պատրաստեմ թող անուշանեն, այսպես, այսքանը սրտիկներս մեր գնումները, մեր առօրյա գնումներից կիսվեցի ձեր հետ, վաղուց չէի կիսվել, վաղուց չէի նկարել, անկեղծ որ ասեմ, մի խոսքով այսօր որոշեցի նկարեմ, տեսնեմ հետո որտեղ կհանդիպենք առայժմ։ Սրտիկներս պատրաստեցի, լվացրեցի ամբողջ կանաչիները, մառոլն եմ լվացրել, պատրաստել, այսպես մեծ աման եմ վերցրել, ես սրանք հատուկ ցեզերի ու սենց մեծ աղցանների համար, որ իրանք շատ հարմար է, մեջը դե շատ է լինում, մառոլը կտրտում ենք, հիմա ես սա կտրատեմ, հետո հերթով բաղադրիչները կկտրատեմ ու ցույց կտամ։ Արդեն հավի կրծքամիսը խաշել եմ, քաֆը քաշել եմ, հիմա ես իրենց կտրտում եմ, ես խաշած չեմ սիրում, ցեզերի մեջ մի փոքրիկ ձեթով կարմրացնում եմ, խրխրտան համովա շատ լինում, սա էլ հիմա արագ կտրտեմ։ Սիրելիներս, հավի կրծքամիսը նախապես խաշել եմ, ինչպես ասեցի, չեմ ես հենց այդպես խաշած լցնում, ես մի փոքրիկ այն մի մասը արդեն տապակվում է թավայի մեջ, ես իրենց կտրտում եմ այսպես, երկու կողմից փոքրիկ կարմրացնում եմ, որ մի փոքր խրխրտան լինի եւ իհարկե իրենց մանրացնում եմ, շատ թել չէ, բայց մանրացնում եմ, որ ավելի համով լինի։ Հիմա սրանք էլ տապակեմ ու էլի նորից կմիանամ։ Խաշած, եթե սիրում եք խաշած, կարող եք խաշած, բայց ես խաշած հենց այդպես միսը հավի ցեզերի մեջ չեմ սիրում, ես սիրում եմ, որ մի փոքրիկ այսպես կարմիր սիրուն բան է լինում, խրխրթան է լինում, ավելի մեր բոլորի սիրելին է։ Այս չափերի մանրացրեցի մառոլը, մանր չեմ անում, խոշոր եմ թողնում, հիմա ամբողջը կանեմ, կվերջացնեմ, նոր կմիանամ։ Ահա այսքանը եղավ մառոլը։ Հիմա կմանրացնեմ, մի փոքրիկ համեմ, կկտրտեմ, կարող եք համեմ պետրուշկա կամ մենակ ոնց ըստ ճաշակի էլի, ոնց եք սիրում դուք այդպես արեք, ես մի փոքրիկ համեմ կանեմ, դա էլ կտրտեմ ու միանամ սիրելիներս, սա էլ համեմը, արագ կտրտեմ, ավելացնեմ մառոլի վրա, հեսա ցույց կտամ սուխարիկները ես ինքս եմ պատրաստել, որոշեցի, որ չգնեմ, պատրաստեմ, այսպես դուխովկայի մեջ, ջեռոցի մեջ այսպես հավես կարմրացել եմ, սա էլ եմ ավելացնելու վրան ամբողջը, սա էլ մեր սուխարիկները, իսկ միսը արդեն տապակվում է, հեսա կհելնի, հեսա միսը տապակվի, ցույց կտամ ինչ չափ եմ տապակում ու ինչքան լավն է լինում, կճորկա անեմ այս պանիրն էլ, պանիրը իմ ձեռքի տակ ունեի աղի պանիր, մի փոքրիկ աղի է ինքը, որոշեցի այս անգամ սրանով անեմ, բայց վաբշե վերցնում եմ լորիի, երևի թե ընդեղին պանիրները ու ավելի համով են լինում, սրանով էլ է համով լինելու, չանախավ, ճորկա անեմ, ավելացնեմ, հեսա միսը ձեզ ցույց կտամ անպայման։ Սիրելիներս միսը պատրաստվեց, ասեցի ցույց տամ ձեզ, տեսնեք, նայեք, այսպես ոսկեգույն երանգ եմ տալիս, երկու կողմից ի դեպ, որ ինքը սենց շատ հավես խրխրտան, լավն է լինում, սենց շատ համով է, կարող եք փորձել, նայեք ինքը բավական է այսքան մառոլի ու ամեն ինչի համար, բանը, քանի որ դե գիտեք, օբեկներում էլ որ ցեզերը ուտում եք, մեջը մի երկու հատ միս գտնեք, չգտնեք մանգակ, բայց ես առատ եմ անում, դե մեր համարը, տան համարը պարզ է։ Սա որ ես հեսա մանրացնեմ, դանակով չեմ անելու, հենց այսպես ձեռքերով, այսպես խոշոր կտորներ կանեմ։ Ինքը մեջը արդեն բավականին հավես զգացվում է, ատամի տակ էլ զգացվում է միսը։ Հիմա կավելացնեմ պանիրը, սուխարիկը ավելացնում եմ ամենավերջում, մայոնեզը կլցնեմ, ցեզերի սոուս մի օր անպայման ես կսովորեմ պատրաստել, ես դեռ չեմ պատրաստել ընդհանրապես,
Պատրաստում եմ միշտ մայոնեզով, բայց ցեզրի սոուսը մի օր անպայման կփորձենք, միասին կպատրաստենք։ Հիմա պանիրն ու բանն էլ ծոր կանեմ, ամենավերջում կավելացնեմ, ասեմ, որ ստեղ ավելացնելու եմ աղ և սև պղպեղ, անպայման, աչքաչափով, համով, այսքանը։ Հիմա արագ դրանք էլ անեմ ու ցույց կտամ արդեն ընդհանուր տեսքը։ Պանիրս ծոր կարեցի, ավելացնեմ մեջը։ Այսքանը, հեսա խառնեմ, միսիկներն էլ կտրտեմ։ Նայեք սիրելիներս, դե պանիրը ավելացրել եմ, մսերն էլ այս չափ եմ այսենց արել։ Այսքանը, այսենց, ինչքան ոխորժելի է տեսքը, ու ասեմ, որ շատ համեղ է ստացվում, շատ համով է լինում։ Մերոնք շատ են, ընտանիքիս անդամները շատ են սիրում, ու ես սիրով եմ պատրաստում իրանց համար ամեն ինչ։ Ավելացրեցի աղ և սև պղպեղ ու խառնեցի, հիմա ավելացնեմ մայոնեզը և լցնեմ սուխարիները։ Որոշել եմ, որ քանի որ ես ու ամուսինս ենք տանը 30 ուշ կգա, մայոնեզը ընդհանուր չեմ լցնի, որ չլխկվի մառոլը, ես այսպես կդնեմ փակամանի մեջ կդնեմ սառնարանը, մայոնեզը և սուխարիկը կավելացնեմ հենց մեր չափաբաժնի մեջ, որը որ մենք ենք ուտելու։ Հիմա դա կանեմ, ցույց կտամ, մնացածն տեղավորեմ սառնարանում։ Արդեն խառնեցի սուխարիկը և մայոնեզը, հիմա մատուցեմ, ցույց տամ մատուցման ափսեի մեջ։ Ահա և վերջին ցեզուրը պատրաստ է, այսպես ամանի մեջ մատուցել եմ գեղեցիկ։ Մենք վայելենք մեր հացը, բոլորիդ, մեզ և ձեզ, բոլորիդ բարի ախորժակ սիրելիներս, պատրաստեք սիրով և անուշ արեք, նայեք ինչքան գեղեցիկ, այսպես սիրուն, համեղ ու ախորժելի ստացվեց, շատ սիրում եմ բոլորիդ, կհանդիպենք, հաջողություն։ Ողջույն սիրելիներս, արագ պանկեքիներ պատրաստեմ երեխաներին նուտելայով ուտեն, հիմա արագ ասեմ բաղադրատոմսը ու պատրաստեմ։ 3 ջուամեզ անհրաժեշտ, 4-ից 5 ճաշիկ թալ շաքարավազ, նայած քաղցրության ինչպես որ դուք կսիրեք, այդպես պատրաստեք, ես 4-ից 5 թալ լցրեցի, ձուն և շաքարավազը լավ հարեցի, ավելացրեցի 300 գրամ կաթ, ձուն և շաքարավազը հարեցի, ավելացրեցի 300 գրամ կաթ, հիմա կավելացնեմ 2 ճաշիկ թալ բուսայուղ, 2 ճաշիկ թալ բուսայուղ, ավելացնում ենք 1 թեյի գտալ վանիլին, 1 թեյի գտալ սոդա, 1 թեյի գտալ վանիլինու և սոդան էլ ավելացրեցի, հիմա կհարեմ, կավելացնեմ մի պտխունց աղ և 300-ից 400 գրամ ալյուր, նայած կաթի և ձվի չափից, խտությունից, ավելացնեմ 1 պտխունց աղը և 300 գրամ ալյուրը, ստանում ենք թույլ խմոր և թխում ենք թավայի մեջ, դրանք էլ անեմ ու միանամ։ Ավելացրեցի ալյուրը, հարեմ ու նայեմ, թե ինչքան է պետք էլի ավելացնել, եթե նորմալ եղավ, էլ չեմ ավելացնի, արդեն կթխեմ։ Ահա իմ խմորը պատրաստ է, այսպես, ջրիկությունը այսքան եմ արել, հեսա ինքը արագ, թողնեմ երևի թե մի 10 րոպե, որ ինքը հանգստանա ու սկսեմ թխել, արագ կթխվի թավայի մեջ, այսպես, սա էլ մեր խմորը, պանկեքիների, անցնեմ թխելուն։ Թավայի տակը ձեթ եմ քսել, մի անգամ ձեթ եմ անում ու վերջ, արդեն ինքը պատրաստվում է հանգիստ, առանց էլ ձեթ քսելու, հենց նոր լցրեցի, հիմա ինքը կսկսի ծակծկվել ու եփվել ու կշրջեմ, մի փոքրիկ թողում եմ, ծակծկվում է ու շրջում եմ, արդեն պատրաստ է լինում, նայեք սկսեց ծակծկվել, նայեք, այսպես ծակծկվում է արդեն, հավես հեսա կծակծկվի ու կշրջեմ, նայեք, արդեն երևում այն բոլոր թափանցիկ փուչիկները իրենք ծակծկվելու են, արդեն շրջեցի, սա էլ հակառակ կողմը ու հիմա մի րոպեից կհանեմ,
արդեն ձեզ ցույց կտամ պատրաստի վիճակում։ Սիրելիներս, մի քանի հատ արագ պատրաստեցի, ասեցի ցույց տամ ձեզ, նայեք ինչքան լավն են ստացվել, փոմփլիկ տաքա, չեմ ուզում բան անեմ, հավես, փափուկ, կարող եք ամեն ինչով ուտել, մեղրով, մուրաբայով, նուտելայով, մի խոսքով ինչ որ ունեք ձեր ձեռքի տակ, կարող եք պատրաստել եւ ուտել, եկեք մի հատ կիսեմ մեջտեղից, մի րոպե կիսեմ ցույց տամ, մի ձեռքով հարմար չի։ Սա էլ էսպես կիսեցի, նայեք ինչքան լավն է ստացվել, շատ փոփուկ ու շատ համեղ է ստացվել, սիրելիներս, անպայման փորձեք եւ անուշ արեք բոլորդ։ Անցնեմ հաջորդին։ Ահա սիրելիներս, վերջացրեցի, ինչպես տեսնում եք, կեսը կերել են արդեն, մինչև ես հասցրեցի պատրաստեմ, ավարտեմ, այն որ տակ-տակ սիրում են, տանում ուտում են, այսենց համեղ, նայեք ինչ գեղեցիկ ծակոտկեններով, շատ համեղ, փամփլիկ, ախորժելի փանկեքիներ են ստացվել։ Անպայման փորձեք եւ պատրաստեք ու անուշ արեք բոլորիդ, շատ սիրում եմ եւ բարի ախորժակ եմ մաղթում, եթե ինչ-որ մի բան եք վայելում եւ անուշ անում, սիրելիներս։ Սա էլ այսօրվա իմ պատրաստած փանկեքիները։ Այսպես տեսնեմ ինչով կցանկանան ուտել, նրանով էլ թող ուտեն, եթե ոչ, իրենք այսպես էլ են սիրում են նուտելայով, նայած ժամանակ ոնց են սիրում, այսպես։ Բարի ախորժակ, իրենց էլ, բոլորին էլ։ Պատրաստել եմ նուտելայով պանկեքիներ, որպեսզի բալիկներս վայելեն։ Իրենք սիրում են նուտելայով, ես էլ պատրաստեցի այս անգամ նուտելայով։ Նայեք ինչքան լավ է ստացվել։ Իմ պանկեքիները գեղեցիկ եւ ախորժելի։ Այսպես հովեսին, ծակոտքերով գեղեցիկ պանկեքիներ տանեմ, թող վայելեն եւ մուլտֆիլմ դիտեն։ Այսքանը իմ պանկեքիների մասին։ Նուտելա եմ քսել վրան, թող հավեսով ուտեն, նրանց էլ են ուտում, բայց ինձ ավելի հավեսով են ուտում, ոչինչ։ Այս անգամ էլ այսպես թող լինի, իրենց սիրած բաները։ Սիրելիներս, վայելեմ մեկ բուկավատ սուրճս, 3-ը մեկում, փանկեքիով և նուտելայով, այսպես անուշանեմ և անցնեմ իմ անելիքներին, քանի որ շատ գործեր ունեմ անելու, ուզեցի մի փոքրիկ նստեմ, հանգստանամ, սուրճ խմեմ, և հետո նոր անեմ գործերս, այսպես, ուզեցի կիսվեմ իմ սուրճով ձեզ հետ, եկեք միասին սուրճ խմենք, սա էլ իմ սուրճը։ Այսպես մեր օրը անցկացրեցինք, արդեն երեկո է, հավիթևիկներ եմ համեմել կարտոֆիլի հետ, որ դնեմ ջեռոցը, այստեղ աղ, կարմիր պղպեղ ու մայոնեզ եմ արել, այսպես շատ համեղ է ստացվում, նայեք ինչքան ախորժելի է, մեզ եւ բոլորիս, բարի ախորժակ, սիրելիներս, եթե հաց եք ուտում, դուք պատրաստեք այսպես, մայոնեզով շատ համեղ է ստացվում, երբեմն ես այսպես պատրաստում եմ, քանի որ այնքան համը ուրիշ է լինում, դուք էլ անպայման փորձեք, բարի լույս։ Տեսեք ինչ չքնաղ, արևոտ, լավ եղանակ է մեզ մոտ, ցույց տամ իմ ավոկադոն, որ միասին տնկեցինք, մի փոքրիկ այսպես ջուր եմ արել, ջրել եմ արդեն, ու նայեք իմ ցորենները ինչքան է մեծացել, մի քանի օր առաջ դրեցինք միասին, արդեն լավ մեծացել են, այսպես ջրեմ, թողնեմ արևին, դուրսը, հավես եղանակը շատ տաք է այսօր, սիրելիներս մեզ մոտ, ձեզ մոտ ինչպիսի եղանակ է, գրեք, տեսնեմ, շատ կարոտել եմ բոլորիդ, սիրում եմ բոլորիդ, միացեք իմ ալիքին, մի մոռացեք, բաժանորդագրվեք, քանի որ շատ քիչ մնաց, որ մենք դառնանք 1000 բաժանորդ,
Շնորհակալ եմ բոլորիցդ շատ ձեր լավ գեղեցիկ խոսքերի մեկնաբանությունների համար, շատ սիրում եմ ես էլ ձեզ բոլորիդ ու անչափ շնորհակալ եմ, որ միացել եք, գրում եք, լավ մեկնաբանում եք ու սիրում եք մեզ, մենք էլ ձեզ ենք սիրում։ Մի երևի որ երրորդ օրնացորենը որ ցանել ենք միասին, ինքը էլի է մեծանալու մինչև զատիկը շատ կմեծանա, այսպես սրտիկներս, այսքանը կհանդիպենք